Տիկին Հայրապետյան, նախընտրական քարոզարշավը մոտենում է իր ավարտին մի քանի օրից, ինչպես կգնահատեք նախընտրական քարոզարշավի ընթացքը, ինչ կարևոր արձանագրումներ եք արել դուք ձեզ համար քաղաքացիների հետ շփումների ընթացքում։ Ես կարող եմ հստակ ասել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին իսկապես տեր է խաղաղությանը, տեր է Հայաստանի Հանրապետությանը եւ իր քվեին է նաեւ տեր, ու սա շատ կարեւոր է։ Քաղաքական արշավը ես մեր թիմի անունից կարող եմ ասել, որ հրաշալի է։ Հրաշալի են առումով, որտեղ ամեն տեղ մենք հանդիպում ենք ջերմ ընդունելության, սիրո, չգիտեմ, կարող այդ բառը օգտագործել, ասել ֆանտաստիկ է ամեն բան, երբ մենք ժողովրդից այսքան սեր ենք ստանում։ Ինչպիսի խնդրանք պահանջներ քաղաքացիների կողմից կա իշխող թիմի նկատմամբ վարչապետից, թիմի անդամներից, որոնք են դրանք։ Խնդրանք պահանջները։ Տեսեք, խնդրանքներ, պահանջներ առհասարակ շատ են, բայց հիմնականում Հայաստանի քաղաքացին ով տեր է իր քվեին, նա պահանջում է, որ ով որ ընտրակաշառք է տալիս եւ փորձում է ժողովրդի ձայնը գողանալ, իրենք անպայման պատասխան տան։ Այս է նաև ժողովրդի պահանջը իշխանություններից, որ չգողանան, չփորձեն կաշառել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, որտեղ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը այլևս չի կաշառվում եւ իր ձայնը չի վաճառում։ Մայիսի 28-ին Հանրապետության օրվա առիթով մեծ զորահանդես միջոցառում է կազմակերպվելու։ Ընդդիմադիրները շատ հաճախ պիտակավորում են իշխանություններին բանակը կազմաքանդելու մեջ։ Այս մասին ինչ կասեք քննադատությունների հետ կապված։ Արդյոք դա այդպես է։ Տեսեք, ընդդիմությունը առհասարակ, քանի որ այլևս ասելիք չունի, ամեն բան փորձում է քննադատել։ Բայց վարչապետն էլ բազմաթիվ անգամներ իր ելույթում ասում է, որ այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլևս ունի նոր բանակ, հզորացած բանակ եւ բոլորին հրավիրում է Հանրապետության հրապարակ, Հանրապետության օրը տեսնելու այն զինտեխնիկան, այն ամենը, ինչ ձեռք է բերվել, այնպես որ բոլորս Հանրապետության հրապարակում ամսի 28-ին կտեսնենք այդ ամենը եւ այլևս ընդդիմադիրները որևէ ասելիք չեն ունենա այս առումով։ Եվ այսպես էս ուրախ ծափողջուններով, որ վարչապետին ողջունում են, ուզում եմ ասել, որ Կոտայքի մարզում, Կոտայքցին, ինչպես նաեւ իմ հայրենի գյուղում Կամարիսցին տեր է խաղաղությանը։